Իջևանի 2024 թվականի ասֆալտապատման, մանկապարտեզների նորոգման, գազաֆիկացման, այգեհիմնման և այլ աշխատանքների մասին համայնքապետ Արթուր Ճաղարյանը խոսեց հրապարակային հաշվետվության ժամանակ։ 2024 թվականի կատարողականը Իջևան համայնքում աննախադեպ էր։ Երբևիցե Իջևան համայնքում այս ծավալի աշխատանքներ չէր իրականացվել։ Միայն 86 ծրագրերով կատարած աշխատանքների բյուջեն կազմում է 724 միլիոն դրամ, որից համայնքի ներդրման բաժինը 290 միլիոն դրամ է։ 24 թվականին 440 բնակչի տրամադրվել է 10 միլիոն ֆինանսական աջակցություն, զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 8 միլիոն 200 դրամի չափով աջակցություն, իսկ սպորտի եւ մշակույթի բնագավառում բարձր ցուցանիշներ բերած մարզիկներին, մարզիչներին, սաներին եւ ուսուցիչներին տրամադրվել է 5 միլիոն 200 դրամի պարգևատրում։ Մինչև կարևոր ծրագրերի մասին խոսելը համայնքապետը առանձնացրեց համայնքի խնդիրները, որոնք են հիմնական գլխավոր խնդիրները եղել, որ համայնքի բնակիչները դիմել են ու հիմա լուծվել է այդ խնդիրը։ Տանիքների խնդիրն ա եղել, միջև այսօրս էլ դիմում են, միտեղ որ արդեն աշխատանք կատարում են կողքի բազմաբնակարան շենքի դիմում են բամերը եւ պետք է լինի։ Ամենամեծ խնդիրը բազմաբնակարան շենքերի հետ կապված է։ Մի 25 թվին մենք ունենք էներգոարդյունավետ ծրագիր 9 բազմաբնակարան շենք պետք է օգտվի այդ ծրագրից։ Բացի գազաֆիկացման խնդրից, ուրիշ ինչ խնդիրներ կան, որոնք էլի առաջնային եք համարում, որ պետք է լուծվեն։ Օրինակ Խանջթարակի մշակույթի տունը մեծ խնդիր է, որովհետև փլվում է, մի այդ ուղղությամբ աշխատում ենք, մի քիչ այլի փողոցի իր տեղը բարեկարգենք, բայց էլի մշակութային հարցեր կա, որ պետք է կարևորը պետք է զբաղվենք։ Սոցիալապես անապահով մարդկանց համար ինչ ծրագրեր եք իրականացրել։ Պիլոտային ծրագիրը Խաչթարակի եւ Բերքաբեր, որ այգի հիմնման այդ ծրագիրը հենց այդ մարդկանց համար է, որ իրանք արդեն իրանց այգում կարող իրանց բիզնեսն ունեն։ Մեկ էլ ասենք դիմել են մարդիկ սոցիալական աջակցություն ենք տրամադրել։ Իսկ աղբավայրի հետ կապված քաղաքի ամենալուրջ խնդիրն է M4 մայրուղու վրա։ Մենք Խաչթարակ ունենք աղբավայր նախատեսում ենք 26 թվականին որ ցանկապատենք, նոր աղբավայրը տեղափոխենք, Խաչթարակել ունենք, ինքը հենց գործառնական նշանակությունը փոխած աղբավայր է։ Աղստև գետի աղտոտման եւ վերահսկողության վերաբերյալ Արթուր Ճաղարյանը ասեց. Շատերի ենք տուգանել, էլի շարունակում ենք տուգանենք, բայց այդ դրանով էլի հարց չի լուծվում։ Մարդիկ պետք է իրանք հասկանան, որ չի կարելի գետը իրականում մեր քաղաքի գեղեցկությունը գետն է։ Արտասահմանյան մի հատ տուրիստ է մտնում Իջևան, զարմանում ասում է, եթե մի քաղաքի մեջով գետ անցնում են, քաղաք արդեն տուրիզմի պոտենցիալն ունի զարգացման։ Իսկ այդների հետևանքով վերացման աշխատանքներ կատարվում են, դեռ չեն ավարտվել, երևի տեսած կլինեք գետի մաքրումը գինուգործանի կողմից մինչև համասան տեղ մաքրվել է։ Համայնքապետը հավելեց կարևոր ծրագրերի եւ գլխավոր ձեռքբերման մասին։ Գազաֆիկացվել են Աճարկուտ, Բերքաբեր, իրանց բնակավայրերը։ Այստեղ կարևորը նշենք, որ մեր իրականացված ծրագրերից ամենակարևոր ծրագիրն էր 2024 թվականին, քանի որ այս 3 գյուղներ մնացել, որ գազաֆիկացված չեն ընդհանրապես։ Գլխավոր ձեռքբերումը ես նշեցի, էլի կնշեմ, որ այդ 3 գյուղի գազաֆիկացումն է։ Գոյղագծերը կառուցվել են Իջևան, բնակավայրում, մետաղագործներ եւ Տերյան փողոցներում։ Այստեղ էլ է կարևոր փաստ, որ այդ հատվածները ընդհանրապես գոյղի չեն ունեցել եւ հիմա այս կառուցումից հետո 120 տնտեսություն օգնում է այդ գոյղու։ Իջևան համարյա բազմաբնակարան շենք չի մնացել, որի հայաթը ասֆալտապատված չի։ Այս տարի լրիվ կավարտենք համարյա 90%։ Վերջում էլ խոսեց հետագայում կատարվող ծրագրերից։ Ինչ խնդիրներ կան, որոնք էլի առաջնային եք համարում, որ պետք է լուծվեն։ 21 արգանի շենք ունենք, այս տարի 7-ը ծրագրով ուզում ենք ծրագիրը հաստատված չի, բայց այս երկրորդ կհաստատվի։ Այդ ծրագիրը ունենք Լուսահովիտ գյուղում քիչ ենք աշխատանք արել, այս տարի մեծ ծրագիր ունենք Լուսահով դեպի եկեղեցի տանող ճանապարհը, այդ ծրագիրը որ անում ենք, այդ գյուղի 70% ճանապարհները բարեկարգվում են։ Ունենք
Իջևան համայնքի մետաղագործների հետ փողոցի շարունակությունը էլի սալիկապատում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։